Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, կարևորի մասին այս անգամ մենք հյուրընկալել ենք ազգային ժողովի падգամավոր Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին։ Շնորհակալություն Տիկին Փոստանջյան։ Անցած շաբաթ Եվրախորհրդի խորհրդանական վեհաժողովում Ստրասբուրգում ձեր հնչեցրած հարցը դարձավ մամուլի լրատվամիջոցների հասարակության համար թիվ 1 քննարկման թեման։ Իհարկե տարբեր գնահատականներ հնչեցին, մի մասը քննադատեցին, մի մասը դրական արտահայտվեցին, մեծ մասամբ կարծում եմ քննադատեցին։ Ուզում եմ դուք արտահայտվել եք, ինչու համար եք տվել այս հարցը, ինչ եք նկատի ունեցել եւ այլն, եւս մեկ անգամ կուզենայի փոքր նախաբանով անդրադառնանք, դուք ուղղակի ռետորական հարցեր սա հնչեցրեցիք, թե այնուամենայնիվ կար ասենք ինչ որ նման բան եւ դուք ակնկալում եք ճշգրիտ պատասխան Սերժ Սարգսյանից։ Նախ պետք է ասեմ շատ շնորհակալ եմ, որ այսօր հրավիրել եք այս տաղավար եւ շատ էի կարոտել եւ Գյումրին եւ ընդհանրապես գյումրեցիներին եւ Շիրակի դաշտավայրի մեր բնակիչներին։ Հատկապես կարծում եմ Շիրակի դաշտավայրն է, որ այս հարցի հենց տերն է եւ պահանջատերն է, որ ես հնչեցրել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդանական վեհաժողովում, որովհետեւ հենց Շիրակի մարզն էր, որ արտահայտեց իր կարծիքը փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին եւ ասեց ով է իր իրական նախագահը եւ ում է լիազորում որպես նախագահ հանդես գալու, նա լիազորեց Ռաֆի Հովհաննիսյանին եւ հենց դա էր պատճառը նաեւ, որ ես նման հարցադրում այնտեղ հղեցի Սերժ Սարգսյանին։ Ես հղեցի այսպիսի մի հարց, որ դուք այս պահին այստեղ հայտնվել եք ոչ թե հայ ժողովրդի իրավունքով եւ կամքով, այլ կազմակերպված հանցագործության հետևանքով, հայ ժողովրդի քվեի գողությամբ եւ փետրվարի 18-ին դուք փաստորեն այդպիսի կազմակերպված հանցագործություն իրագործեցիք։ Սա էր նախաբանը եւ տվյալ դեպքում դուք իրավունք չունեք այստեղ ներկայացնել հայ ժողովրդի կամքը եւ քվեն եւ այստեղ դուք դե յուրե չեք ներկայացնում մեզ։ Սա էր իմ ուղերձը, իմ հարցը։ Այդ իսկ պատճառով է ես ձեզ կտամ այլ հարց, որը նույնպես վերաբերվում է մեր երկրում տիրող արատավոր բարքերին եւ հենց այդ արատավոր բարքերն են, որ հանգեցրել են այսպիսի իրավիճակի, երբ շուրջ 1.5 միլիոն մարդ անկախ Հայաստանից, թեպետ այսօր մենք հասկանում ենք, որ Հայաստանը նաեւ անկախ չէ, արտագաղթեց։ Նման մենք իրողությանը ականատեսն ենք եղել մեր պատմության մեջ շուրջ 100 տարի առաջ։ Այս անդառնալի երևույթները, որը հանգեցվել է հենց նման կազմակերպված հանցագործությունն է հանգեցրել նման այս երևույթի։ Հենց սա էլ ես պարտավոր էի հնչեցնեի։ Ես կարծում եմ ես հնչեցրել եմ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնության ուղերձը եւ հարցը այնտեղ նստած ըստ էության այդ հանցագործ խմբի պարագլուխին Սերժ Սարգսյանին։ Կարծում եմ մենք ականատես եղանք, որ հարցի առաջին մասը չէր, որ այդքան հուզել էր եւ ընդդիմության ներկայացուցիչներին եւ իշխանության ներկայացուցիչներին, այսինքն որ դուք ասեցիք քվե է գողացվել, հանցագործություն է տեղի ունեցել, այլ ուղղակի որ այդ հարցը բարձրացվել է կազինոյի մասին, նկատի ունեմ հարցը բարձրացվել է այդ ամբիոնից եւ այլն։ Ինձ հետաքրքիր է ժառանգությունում ինչպես ընդունեցին, առաջին կարծիքները այնպիսին էին, որ քննադատաբար էին վերաբերվում, լավագույնս իրենք ասում էին, որ այդ ամբիոնի չպիտի հնչեցվեր, մենք բոլորս գիտենք, բայց դա տեղը չէր, այն վայրը չէր, որ հնչեցվեր։ Դրանց հետո, երբ դուք վերադարձաք Ստրասբուրգից, եղել է քննարկում կուսակցության ներկայացուցիչների շրջանում, կար տարակարծություն, ինչ ասեցին։ Իհարկե մեր մոտ մենք շատ ենք գնահատում, արժևորում խոսքի ազատությունը, ազատորեն կարծիք հրապարակելու հնարավորությունը եւ հենց սա է ժառանգության նաեւ արժեքը, որ ոչ թե մեր մոտ ուղղահայաց է իջեցվում եւ բոլորը պետք է ասեն միանշանակ նույն բառակապակցությունները, այլ մենք ունենք բազմակարծություն։ Մենք սա շատ գնահատում ենք եւ արժևորում ենք։ Հաջորդը իհարկե կարող են լինել տարբեր մոտեցումներ, թե հարցի հնչեցման, թե հարցի ընտրության եւ այլն։ Բայց ես պետք է ասեմ, որ հենց այնպես չէ, որ ժառանգությունը ներկայացված է հենց
ես եմ ներկայացնում այնտեղ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ես պատիվ եմ ունեցել փոխարինել Ռաֆի Հովհաննիսյանին եւ արդեն կարելի ասել երկրորդ անգամ եմ հենց փոխարինում ես Ռաֆի Հովհաննիսյանին, հետեւաբար ես նման լիազորություններ եւ ունեի նաեւ որոշում ընդունելու, անհատական որոշում ընդունելու հնարավորություն։ Բարձր, բայց Ռաֆի Հովհաննիսյանը տեղյակ էր այդ հարցից։ Ես ինչքան գիտեմ, Ռաֆի Հովհաննիսյանն էլ, եթե հիշում եմ 2005 թվականին էր նա բավականին սուր հարցադրումներ, կարծեմ 21 հարց, եթե կսխալվեմ, խնդրում եմ ինձ ուղղեք, 21 հարց ինքը ուղղեց այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Դուք մամուլում էլ կային հրապարակումներ, որ հենց Ռաֆի Հովհաննիսյանի հետ եք նախնական պայմանավորվածության եկել, ինքն էր տեղյակ այդ հարցից։ Ես պետք է ասեմ, որ այո, առաջի քայլերը քաղաքականության մեջ եւ ընդհանրապես քաղաքական գործունեության մեջ մեզ բոլորիս Ռաֆի Հովհաննիսյանն է, այսպես ասենք, քաղաքական այբուբենը սովորեցրել եւ այսօր էլ ամեն ինչ անում է, բոլոր ջանքերը ներդնում է, որպեսզի մենք կարողանանք սպասարկենք իրապես ազգային մեր շահը։ Եվ այս մշակույթը հենց Ռաֆի Հովհաննիսյանն է ներդրել ընդհանրապես մեր հասարակության մեջ, ինքը չլինելով որևիցե կերպ կաշկանդված իշխանավորներից, այդ թվում նաև Ռոբերտ Քոչարյանից այն ժամանակ բավականին սուր հարցեր հղեց, դեռ դա 2005 թվականն էր, պատկերացրեք 8 տարի առաջ։ 8 տարի առաջ է արդեն այս քաղաքացիական կեցվածքը դրսևորվել հենց Ռաֆի Հովհաննիսյանի կողմից։ Սա ուղղակի այդ քաղաքացիական կեցվածքի եւ պարտականությունների ստանձնման շարունակությունն էր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Պետք է յուրաքանչյուր անձ հասկանա, որ ինքը հաշվետու է, պաշտոնյաների մասին է խոսքը։ Իսկ տվյալ դեպքում, եթե այդ պաշտոնյան ավազակության, գողության եւ կազմակերպված հանցագործության հետևանքով է այդտեղ հայտնվել, ոչ թե հայտնվել է մեր ժողովրդի կամքով եւ իրավունքով, ապա պետք է նաեւ այդպիսի ուղերձ եւ հարց իրեն տրվեր։ Բարձր, Տիկին Պոստանջյան, այս օրերին շատ եղան նաև քննարկումներ ու քննադատություններ, ձեզ նաև մեղադրեցին, որ հարցը կազմակերպված է եղել ընդհուպ միջև որ Սերժ Սարգսյանի հետ եք համաձայնության եկել, ինչ հարցով, որ ստվերեք նրա ելույթի մնացած բացասական կողմերը եւ այլն, մասնավորապես ինչ էին ասում, որ 8 պատվիրակներ էր, որոնցից 3-ն էին, եթե չեմ սխալվում, իշխող կուսակցության ներկայացուցիչներ, իսկ մնացածը համարվում էին ընդդիմության ներկայացուցիչներ, սակայն ինչպես ստացվեց, ես հռետորական այդ հարցերն եմ ընկերացնում, ինչպես ստացվեց, որ հենց Պոստանջյանին բաժին ընկավ հարց տալու իրավունքը առաջինը։ Նախ պետք է ասեմ, որ հարց տալու իրավունք յուրաքանչյուրը ունի, պատվիրակության դա իրավունքն է, պատվիրակության անդամների իրավունքն է։ Տվյալ դեպքում ես կարող եմ ասել, որ ընթացակարգը հետևյալն է, մենք ամիսներ առաջ արդեն գիտեինք, որ Սերժ Սարգսյանը պետք է մեկնի եւ այնտեղ պետք է ելույթ ունենա։ Եվ հենց հաստատվում է բյուրոյի կողմից օրակարգը, ապա դուք անմիջապես հնարավորություն ունես հերթագրվելու, հարցապնդում հղելու համար։ Տվյալ դեպքում պետք է իհարկե արագ հերթագրվես, որպեսզի նաեւ քո հերթը հասնի։ Մեր պատվիրակությունից ես անմիջապես հերթագրվողների ցանկում էի, այդից պատճառով էլ անմիջապես իմ հերթն էր, հենց առաջինն էի, խմբակցությունները ունեն արտահերթ հարցղելու իրավունք, իսկ տվյալ դեպքում ես էի առաջինը։ Ես գրանցված էի, որպեսզի Հայաստանի Հանրապետության պատվիրակ որպես հարցղեի։ Դա իմ իրավունքն է։ Կարող է կարող են ինչպես ես էի գրանցվել, այդպես էլ նրանք։ Հիմա մնացած արդեն դուք պետք է իրենց հղեք, ինչու նրանք հիմնականում չէին գրանցվել հարցեր տալու համար, իշխանությունները հասկանալի է իրենց ներկայացուցիչն է, այլ ոչ թե ժողովրդի, իրենք չեն տալիս, բայց մնացած ովքեր պաշտոնապես ընդդիմություն, պաշտոնապես իշխանություն չեն, ապա նրանք ինչ չէին հերթագրվում հարցեր տալու, եւ երբ ես տեսնում եմ քննադատությունը իրենց խմբակցությունների կողմից եւ այն, որ նման հարցապնդում իրենք չէին անի, շատ ճիշտ կլիներ, որ իրենք իրենց հարցապնդումը անեին, իրենց ճաշակով եւ իրենց ցանկությամբ։
եւ իրենց քաղաքական գծին համահունչ։ Ես կարծում եմ, որ ես պարտավոր էի, ես չպետք է խուսափեի եւ բացակա լինեի, ինչն էլ ես արել եմ։ Ես չեմ խուսափել, բացակա չեմ եղել, տվել եմ այնպիսի հարց եմ հղել Սերժ Սարգսյանին, որ ինքը իր վարքագիծը, իր բարոյական կերպարը այդտեղ ի ցույց դրեց եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, թեպետ մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիները գիտեն ով է նա Սերժ Սարգսյանը, բայց այնուամենայնիվ մեզ պետք էր, որ ինքը նաեւ իր վարքագիծը այդտեղ նույնպես դրսևորեր եւ բարոյական կերպարը ներկայացներ։ Այնուամենայնիվ, եթե գաղտնիք չէ ձեզ որտեղից թիվը, որովհետեւ կոնկրետ թիվ հանրահայտ փաստ է, դա հանրահայտ։ Այսինքն կար ինչ որ տեղեկություններ, որ իմացել եք լրատվամիջոցները բացմիցս այդ մասին հրապարակումներ են տարածել եւ լրատվամիջոցների տարածածը բացի այդ իր մերձավոր շրջապատն է այդ մասին հայտարարություններ տարածել, իսկ մերձավոր շրջապատի հենց պաշտոնյաներից մեկը իր աշխատակազմի ղեկավարի տեղակալ է Վիկտոր Դալաքյանը, ով նաեւ հանդիսանում է իր ներկայացուցիչը ազգային ժողովում Սերժ Սարգսյանի, նա հրապարակավ հայտնել է եւ որևիցե մի անգամ Սերժ Սարգսյանը չի վիճարկել եւ որևիցե մի անգամ չի հերքել։ Տվյալ դեպքում այս հանրահայտ փաստի վերաբերյալ, որը տարածված է բոլորի սեփականության ներքո է գտնվում այս լուրը, այդ լուրի վերաբերյալ, այդ տարածված հանրահայտ, այսպես ասենք, փաստարկման վերաբերյալ ես իրավունք ունեմ նրան հարցղեմ, ինչն էլ արել եմ։ Պարզ է, պարոն Թալաքյանը չի պատասխանում հեռախոսազանգերին արդեն մի քանի օր կանցնի։ Հավանաբար մի օր պահ կլինի, որ խուսափում է լրագրողներից ինչքան ասում եմ։ Նա պետք է համենայն դեպս արտահայտվի, այո։ Ես ուզում եմ նաև խոսենք այնտեղ Ստրասբուրգում հենց շենքի դիմաց տեղի ունեցող բողոքի ակցիային, որովհետև ես կադրերով էլ նաև տեսել եմ, դուք եք ներկա եղել մասնակիցներից եք, ովքեր էին, ինչ էին պահանջում եւ նաեւ նկատելի էր, որ վրան է տեղադրվել Ֆրանսիայում հեշտ էր թույլ տվեցին վրան տեղադրել։ Մենք գիտենք, որ Գյումրիում կամ մայրաքաղաքում վրան տեղադրել ահագին դժվար գործընթաց է, իսկ Ֆրանսիայում ինչպես էին վրան տեղադրել եւ ինչքան ժամանակով, ասենք մի քանի օր մնաց, գիշերում էին այդ մարդիկ չէին գիշերում, ինչ էին պահանջում։ Ես պետք է ասեմ, որ արդեն իսկ երբ պարզ էր, որ պետք է Սերժ Սարգսյանը այցելի Ստրասբուրգ, այնտեղ ստեղծվել էր կազմկոմիտե, այդ կազմկոմիտեն բաղկացած էր այն մեր հայրենակիցներից, ովքեր որ այս 2, 3, 4 տարիների ընթացքում այս վերջերս ստիպված են եղել լքել Հայաստանը։ Մեկ տարվա նույնիսկ այս շատ քիչ ժամանակահատվածում նրանք լքել են Հայաստանը եւ այնտեղ գաղթականի կարգավիճակով ապրում էին եւ իրենց կողմից ստեղծվեց կազմկոմիտե։ Նրանք դիմեցին համապատասխան իրազեկման դիմումով քաղաքապետարան Եվ այնտեղից, քանի որ դիմում ես իրազեկման, մերժում եթե չկա, ապա դու իրավունք ունես այնտեղ իրականացնես քո բողոքի ակցիան։ Հենց այդպես էլ եղել էր, նրանք դիմել էին եւ ամսի 30-ից մինչեւ 4-ը իրենց ժամկետ էր նշված, որ իրենք պատրաստվում են այնտեղ իրականացնել շուրջօրյա բողոքի ակցիա ընդդեմ Սերժ Սարգսյանի վարած եւ ներքին եւ արտաքին քաղաքականության, որ իրեն չեն ճանաչում որպես Հայաստանի Հանրապետության նախագահ եւ նաեւ Փաստում են, որ Հայաստանի Հանրապետությունում փետրվարի 18-ի ընտրությունները կեղծված են եւ ըստ էության պետք է այստեղ հրավիրեք ոչ թե Սերժ Սարգսյանին, նրան այստեղ պետք է նա հրավեր չստանար, իսկ դուք մինչդեռ նրան հավատացել եք եւ այստեղ եք հրավիրել, այստեղ պետք է ներկայացնել մեր, այո, բողոք էր նաեւ Եվրոխորհրդի, այո հենց արչև այդ պալատի արչև էր եւ որ իրենց նախագահան Ռաֆի Հովհաննիսյանն է այսպիսի պահանջներն էր իրենց դիմումում նշված եւ վրան էին տեղադրել քանի որ շուրջօրյա էր բողոքի այդ գործողությունը վրանի վրա փակցված էր նաեւ Սերժ Սարգսյանի նկարը որ Սերժ Սարգսյան չես ընտրվել, վերակեղծել ես, կրիմինալ Սերժ Սարգսյան, այսպիսի տարբեր ցուցապաստառներով, որ Եվրոպան հավատաց Սերժ Սարգսյանին, Սերժ Սարգսյանը խաբեց
տարբեր այսպիսի կարգախոսներով պաստառներ էին մարդիկ այնտեղ տեղադրել եւ բողոքի ակցիան իրականացրեցին այդ ամբողջ ընթացքում իսկ այն օրը որ Սերժ Սարգսյանը պետք է արդեն գար Եվրոպայի խորհրդի հենց շենքը մուտք գործեր այդ օրը հսկայական ծավալի ոստիկանական ուժեր էին այդտեղ կուտակվել երևի շուրջ 60 մեքենա, փոքր միկրոավտոբուսների մեջ ոստիկաններ եւ այդ օրը վրանը եւ պաստառները եւ ցուցարարներին նրանք ուղակի ասացին որ դուք այստեղ այս պայն այստեղ իրավունք չունեք լինելու, որովհետեւ ձեր Սերժ Սարգսյանն է եկել, մենք հատուկ միջոցներ պետք է կիրառենք եւ տեղափոխեցին եւ վրանը եւ պաստառները հենց անմիջապես այդ դիմացից մոտ 70 մետր հեռու այդ տեղից բայց արդեն նույնիսկ այդ տեղափոխումը ոչինչ չէր նշանակում այդ հեռացումը քանի որ արդեն բոլոր մասնակիցները բոլոր պատվիրակությունները ովքեր որ արդեն եկել էին նստաշրջանի աշնանային արդեն իրազեկ էին որտեղ առաջի 2 օրը շուրջօրյա հենց անմիջապես մուտքի մոտ է եղել եւ բոլոր պատվիրակները ովքեր որ անցուդարձ էին անում դեպի մուտք Եվրոպայի խորհրդի այդ պալատը նրանք բոլորը իրազեկվում էին ինչի վերաբերյալ է այս բողոքի ակցիան ստանում էին պարզաբանումներ հետեւաբար բողոքը լիարժեքորեն հասցված էր մինչև աշնանային լիագումար նիստի Սերժ Սարգսյանի ելույթը տվյալ դեպքում իմ հարցապնդումը 30 վայրկյանը նաև արդեն նախապատրաստված այդ 2 օրվա նաև աշխատանքներ, որը կազմակերպել էին Ստրասբուրգում Հայաստանի Հանրապետությունից ցավոք սրտի գաղթած մեր քաղաքացիները։ Տխուր է։ Եվ վրանի խնդիր չկար, վրանը թույլատրվել էր, այո, տեղադրել պաստառները, ինչ վանկարկումներ ցանկանում էին կարող էին անել, բարձրախոսով խոսել, որը ձայները նաև ներսում էին լսվում, չէ, ձայները ներսում չէին լսվում, բայց կարևորը այն է, որ այնտեղ մուտք գործող ցանկացած եւ պաշտոնյա, եւ աշխատակից, եւ լրագրող եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ տարբեր բոլորն էին իրազեկված այդ բողոքի ակցիայի մասին, այսինքն բողոքը ինչ պահանջ ունի։ Հիմա ինչ են անելու, ասեցին, որ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ անելու է ամեն ինչ, ձեզ հեռացնելու է պատվիրակների կազմից։ Ունի նման իրավունք նախ, ինքը հղում էր անում որոշակի օրենքի կետի, որ ունեն իրավունք եւ իրենք անպայման անելու են։ Դուք Ստրասբուրգից հայտարարեցիք, որ Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ էլ է փորձել նման բան անել, չի հաջողվել եւ նորից չի հաջողվի։ Ինչ է կարել դուք եւ արդյոք ուժի մեջ է Հովիկ Աբրահամյանը այս որոշումը։ Ինչքան գիտեմ նաեւ Անուշ շրջանառվեց ձեր փոխարեն ՕԵԿ-ական Մայր Շագելցյան։ Այս պահի դրությամբ պետք է ասեմ եղել է միայն Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը։ Եվ բացի այդ նաև հանրապետական կուսակցության այդ երիթևի կողմից այն հայտարարությունները, որի նկատմամբ պետք է ինչ-որ միջոցառումներ իրականացնեն, տարբեր այդ պարագաների նետելու միջոցով եւ այլն։ Այս պայդրությամբ կարող եմ ասել ոտնձգությունները հանրապետական կուսակցության կողմից, այսինքն Սերժ Սարգսյանի կողմից եղել են դրանք։ Պաշտոնական դեռ ընթացք Հովիկ Աբրահամյանը չի տվել, բայց պետք է ասեմ, որ իմ լիազորությունները, ժառանգության լիազորությունները հաստատված լիազորություններ են։ Հաստատված լիազորությունների դեպքում Հովիկ Աբրահամյանը որևիցե իրավասություն չունի միջամտի իմ գործնեությանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում։ Եթե փորձի որևիցե կերպ խոչընդոտել, ապա կլինեն համապատասխան նաև արձագանք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովից, որովհետև իր կողմից պաշտոնական որևիցե խոչընդոտ հարուցելը, բացի այս հրապարակումից, այս հրապարակում արդեն իսկ բյուրոյի քննարկման առարկա է դարձել, բայց քանի որ չկա պաշտոնապես, այո, իր կողմից որևիցե գործընթաց, ապա պաշտոնական արձագանք չի կարող լինել, բայց քննարկման առարկա արդեն եղել է եւ պարզաբանումները հետեւյալն են, որ նա լիազորությունները հաստատված են, որևիցե կերպ չի կարող խոչընդոտել իմ գործնեությանը։ Հիմա տեսնենք, կյանքը ցույց կտա իհարկե, ասում եմ նորից, Հովիկ Աբրահամյանի երազած եւ ցանկալի գործընթացը չէ իմ նկատմամբ նման ոտնձգություններ իրականացնելը։ Սա Սերժ Սարգսյանի կողմից է
այսպես ասել հրահանգվել, պարզ է, ակնհայտ է, որովհետև Հովիկ Աբրահամյանը մի անգամ այս ճանապարհով անցել է եւ այս ճանապարհին ինքը ունեցել է բավականին լուրջ, այսպես ասենք, պարտություն։ Տվյալ դեպքում ես չեմ կարծում, որ նա կցանկանա նորից ինքը իրան դնի հարվածի տակ, բայց եթե ցանկանում է, խնդրեմ, ես պատրաստ եմ։ Պատերազմը, այսինքն առաջին անգամ չէ, որ մենք պետք է իրենց հետ պատերազմենք, եւ նաեւ ունենալու է համապատասխան, իհարկե, ցանկացած հարձակում ունենալու է նաեւ իր պատասխանը, որը լինելու է բավականին, մենք իրենց նման չենք կոպիտ հարվածներ տալիս, մենք նուրբ ենք հարվածում, բայց շատ ցավոտ։ Զարուհի, երբ դուք Ստրասբուրգում եք այստեղ ազգային ժողովում քվեարկեցին Սերժ Սարգսյանի առաջարկությամբ գլխավոր դատախազ ընտրեցին եւ ցավալի փաստ արձանագրվեց, ինչն էր ցավալի, որ փաստորեն ընդդիմություն ասում են ցույց տվեց իր իրական դեմքը, ընդամենը 3 պատգամավոր էր դեմ քվեարկել այն դեպքում, երբ երկու ֆրակցիաներ ընդդիմադիր, մեկը Ժառանգությունը, մյուսը Հայ ազգային կոնգրեսը հայտարարել են, որ իրենք բոլորը միասին խոսքերը մեկ արած դեմ են քվեարկելու։ Հիմա բոլորը դերևս շարունակում են քննարկելով, այդ քվեարկելով է կողմ ումներ, այսպես ասած, չեզոք է եղել, ցերմպա է եղել կամ անբավեր է ճանաչվել։ Ինձ հետաքրքրում ընդհանրապես Հայաստանում ընդդիմության ճակատագիրը եւ թերևս սա վերջին հարցն է ու ամենակարևոր, որովհետեւ ինձ հուշում եմ, որ պետք է սահմանափակվենք։ Գիտեք, քաղաքական ուժերը, ովքեր որ ներկայացնում են այս կամ այն քաղաքական գիծը, պետք է ունենան հստակ այդ քաղաքական գծին համահունչ նաև դրսևորումներ։ Տվյալ դեպքում դուք շատ ճիշտ եք եւ մենք խնդիր ունենք այսօր ամբողջ հասարակությունում վերակազմակերպվելու եւ հասարակությունը ինքը խնդիր ունի վերակազմակերպվելու։ Միայն քաղաքական ուժերով, միայն ասել, որ այսպիսի ընդդիմությամբ կամ ոչ ընդդիմությամբ մենք կարող ենք այս իրավիճակը փոխել, այդպես չէ։ Ես կարծում եմ, մեր հասարակությունը պետք է ինքը վերակազմակերպվի։ Խնդիրը այդտեղ է։ Մենք հասարակություն որպես պետք է մեր պաշտոնյաներին թելադրենք։ Իսկ տվյալ դեպքում նույն հասարակությունը ինքն էլ է անջատ մնացել ընդդիմությունից։ Տվյալ դեպքում ես կարող եմ ասել նույն հասարակությունը, որը պետք է պատվեր տա իր ընդդիմադիր քաղաքական ուժին, տվյալ դեպքում այդ պատվերն էլ է մեր մոտ, այսպես ասենք, կարող ենք ասել, որ ինչ որտեղ խաթարված է։ Եվ ճակատագիրը հետևյալն է, ես գտնում եմ, որ մենք բոլորս, անկախ կուսակցական պատկանելությամբ, պետք է վայր դնենք բոլոր կուսակցական դրոշները եւ պետք է հիմա կազմակերպվենք բոլորս, բոլոր քաղաքացիներին է վերաբերվում, բոլոր այն մտահոգ քաղաքացիները, ովքեր որ կան, անկախ նրանից իրենց ներկայացուցիչ ազգային ժողովում ճիշտ չդրսևորեց, չի դրսևորել, այլևս դրոշը ցած ես դնում կուսակցական եւ սկսում ես վերակազմակերպել։ Մեր խնդիրը դա պետք է լինի։ Ես որպես քաղաքացի հենց առաջինը դա եմ ցանկանում անել։ Այս գործընթացներից հետո ես ուզում եմ ասել, որ երբեք հավատը չկորցնեք ձեզ, հենց որ կորցնեք ձեր հավատը, իմացեք ձեր հավատը բաժին է դառնալու սատանային։ Դա միանշանակ է եւ տվյալ դեպքում շատ հուսահատ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ այդպես չէ, նույն մի հոգին կես րոպեվա ընթացքում կարող է իրենց դնել շատ անելանելի վիճակի մեջ եւ դա միշտ հիշեք, տվյալ դեպքում մենք բոլորս այնքան շատ ենք, միակ խնդիրը մերն է, որ մենք կարևորում միասնական չենք, մեր խնդիրն է միասնականում լինել կարևոր, տվյալ դեպքում միասնականը հետևյալն է, կազմակերպվում ենք, որպեսզի մաքրենք այս արատավոր երևույթը, այս արատավոր իշխանական կարգը, որ այսօր գործում է Հայաստանի Հանրապետությունում, իր բոլոր պարագլուխներով, թիվ 1 պարագլուխը Սերժ Սարգսյանն է։ Շնորհակալ եմ, շնորհակալություն Տիկին Պոստան ջան, շնորհակալություն նաև ձեզ հարգելի հեռուստադիտողներ։ Հիշեցնեմ, որ եթերում կարևորի մասին էր եւ այսօր կարևորի մասին զրուցում էինք ազգային ժողովի պատգամավոր Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Պոստանջյանի հետ։ Ցտեսություն։